Մեծ թվով հոգևորականները դա չափազանցություն է, որովհետև հոգևորականները մեծ թվով սատարում են ամենայն Հայոց Հայրապետին եւ կանգնած են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին։ Այն ինչ որ այսօր տեղի ունենում, այն ինչ որ խոսվում է քաղաքական դաշտում, թե ձնագնդի էֆեկտով եւ այլ եւ այլ, մենք շնորհակալ ենք լինելու վերջում իրենցից, դա ճակերտների մեջ հասկացեք ասածս, որ իրենք այդքան դավաճանների բացահայտեցին մեր ներսում։ Մենք վերջում իրանց ասում ենք շնորհակալ ենք, որովհետև եթե ամբողջ ուժային համակարգը աշխատեր մեր օգտին, մենք չենք կարող բացահայտել այդքան դավաճանների։ Իսկ իրենք այդ հնարավորությունը տվեցին դավաճաններին, որպես իրանք ինքնաբացահայտվեն։ Բնականաբար շանտաժ, կոմպրոմատ, կաշառք, խոստում, պաշտոնի բարձրացում, գուցե ամեն մի եպիսկոպոսի, որ գնան կկանգնեն իրանց կողքին, խոսքել տվածնին ասեն, այ դու ես կաթողիկոս լինի, վերջում իրանք իրար հետ են վիճելու, թե իրանցից որ մեկը պիտի կաթողիկոս լինի։ Հասկանալի է, չէ՞, ինչի մասին։ Գուցե արդեն իրանք պաշտոններ այսպես երևակայական դաշտում բաժանել են իրար մեջ, մի բան մոռացել են։ Սա եկեղեցի է եւ եկեղեցին հազարամյակների կարգ ու կանոնով առաջնորդվում։ Եվ չէ, ով ուզում է լինի Նիկոլ Փաշինյան կլինի, թե ով կլինի, վստահ եմ, ոչ Ստալինից ուժեղ է Նիկոլ Փաշինյանը, ոչ Հիտլերից ուժեղ է, ոչ չգիտեմ, Լենգ Թեմուրից ուժեղ է, ոչ արաբներից է ուժեղ, ոչ մեկից ուժեղ չի ինքը։ Եկեղեցին կա, եղել է եւ լինելու է, ասրելներս։